Բարի օր սիրելի ժողովուրդ, իմ սիրելի հետևորդներ, ինչպես խոստացել էի, ասել էի, որ եթե ցանկանում եք պիցցայի խմորի բաղադրատոմսը, ուրեմն ես կպատրաստեմ ձեր համար պիցցայի խմորը։ Հիմա այնքան շատ ցանկացողներ կան սիրելիներս, մոտ 200 հոգի ավել։ Ուշադիր նայեք, եթե ինչ-որ անհասկանալի բան կա, սիրելիներս, ուրեմն նորից դրեք, նորից վիդեոն նայեք, որովհետև այստեղ շատ բացատրելու բան չկա։ Հիմա վերցրել եմ 1 կիլոգրամ ալուր, պիցցայի ալուր, 1 կիլոգրամ, վերցրել եմ 2 լավ ճաշի գդալ, շատ լիքը չէ, լավ 2 ճաշի գդալ, աղ, 1 հատ խմորիչ, բայց եթե դուք ցանկանում եք ավել անեք, ես 1 կիլոյի համար, այս բոլորը 1 կիլոյի համար, եթե դուք ցանկանում եք 2 կիլո անեք, 3 կիլո անեք, ուրեմն 3 անգամ պետք է անեք։ Պետք է անեք 6 ճաշի գդալ, պետք է անեք 3 հատ խմորիչ, այդպես։ Միշտ ավելացնում եք։ Հիմա 1 կիլոգրամի համար 2 ճաշի գդալ աղ, 1 հատ խմորիչ, փոշի խմորիչ, սիրելիներս, 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ։ Հիմա կլցնեմ, դուք կտեսնեք ինչպես եմ լցնելու յուղը, և 500 միլիլիտր գոր ջուր։ Հիմա լցրեցի խմորիչը, բացի ձիթապտղի յուղից, բոլորը լցրել եմ։ Սկզբի համար լցնում եմ 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղը։ Հիմա մի քիչ կշահեմ խմորը։ Տեսեք ձեզ ինչ եմ ասում, շատերը ու ցանկանում են պիցցայի սոուսի բաղադրատոմսը։ Հիմա ես ունեմ բաղադրատոմսը արդեն, պիցցայի սոուսն է ցուցադրել է, եփել եմ մեծ, որովհետև ես օգտագործում եմ դա ռեստորանի համար, պիցցայի համար եւ շատ ու շատ ուրիշ բաների համար եմ օգտագործում ես ռեստորանում։ Դրա համար ես կարիք չեմ տեսնում, որ նորից մեկ անգամ էլ պատրաստեմ։ Կնշեմ ես նորից պիցցայի սոուսի բաղադրատոմսը այս վիդեոյի խմորի վիդեոյի տակ։ Եթե դուք խփեք, նորից մտնելու եք, մեջը կարող եք այնտեղից նայեք։ Ես մեծ չափով եմ եկել, սիրելիներս, բայց դուք կարող եք փոքր չափով եկել։ Հիմա արդեն կլցնեմ ամբողջական մեր ձիթապտղի յուղը, լրիվ, ինչքան որ ունեմ, եղավ 5 ճաշի գդալ, սիրելի ժողովուրդ։ Ես չեմ ուզում մեծ մեքենայով անեմ, մենք ունենք մեծ պիցցայի մեքենա խմորի համար, բայց չեմ ուզում, որովհետև ինքը 1 կիլոյա, դրա համար չարժի, որ ես մեքենայի մեջ լցնեմ ու այսպես ավելի լավ է, ավելի հասկանալի, քան թե որ գցեմ մեքենայի մեջ, սիրելի ժողովուրդ։ Ես ուզում եմ ձեռքով ձեզ ցույց տամ, որովհետև ձեռքով ավելի հարմար է տեսնելու համար ու ավելի հեշտ կլինի, որովհետև ոչ բոլորը ունեն հարիչներ էլեկտրական, դրա համար ես ցուցադրում եմ ձեռքով, որ տեսնեք ձեռքով էլ ամեն ինչ շատ լավ ստացվում է, արդեն լցրեցի դրեցի սեղանի վրա, հիմա մի քիչ սեղանի վրա կհունցեմ, այսպես որ հավաքեմ խմորը արդեն։ Արդեն դուք ձեր ձեռքի տակ պետք է զգաք, որ խմորը լավ է։ Հիմա արդեն խմորը հավաքվում է, հիմա պետք է դնեմ ամանի մեջ ու մի քիչ հանգստանա, մի քանի ժամ հանգստանա, որ արդեն բարձրանում է, որ զգում եք հասունանում է խմորը,
Դրանից հետո արդեն դնելու եք 24 ժամ սառնարանի մեջ։ 24 ժամ իրավունք չունեք օգտագործելու։ 24 ժամ հետո, որը արդեն գնդիկներ եք անում, ամեն մի գունդը 300 գրամ, գնդիկներ եք անում, թողում եք, որ արդեն պետք է պիցան պատրաստեք, թողում եք մի 5 րոպե, 6 րոպե, խմորը մի քիչ սենյակային ջերմաստիճանա վերցնում գնդիկները ու հետո բացում եք եւ թխում եք անուշ ուտում եք։ Տեսեք սիրելի հետևորդներ ջան, ինչ սիրուն խմորս հավաքվեց, գեղեցիկ, իր համար տեսք ստացավ, փափուկ, գեղեցիկ խմոր, սիրելիներս, նայեք, տեսեք, կպչուն չի ու տեղին փափուկ խմորա։ Վերջացրեցինք խմորս, տեսեք ինչ գեղեցիկ խմորա, ժողովուրդ ջան, հավեսը գալիս է մարդու։ Հիմա վերջացրեցինք, դնում ենք ամանի մեջ, նույն ամանի մեջ էլ դնում եմ ու թողում եմ հասունանա խմորը։ Հասունանա վերջ մի քիչ հետո կդնեմ արդեն սառնարան, թողեմ 24 ժամ ու կօգտագործեմ։ Էլ ինչ ասեմ սիրելիներս, ամեն ինչ անում եմ ձեզ համար, ես տալիս եմ այն ձեզ, ինչ որ ես ունեմ ինձ համար արդեն տարիների շարունակ աշխատանք ու փորձ, տալիս եմ ձեզ, դուք էլ օգտագործեք, չեմ զլանա սիրելիներս նորից կկրկնեմ, այս վիդեոյի տակ, խմորի վիդեոյի տակ դնելու եմ սոուսի բաղադրատոմսը, կխփեք վրա ու կբերի սոուսը, որ էլ ուրիշ հարցեր չունենանք սիրելիներս, սիրով ամեն ինչ արեցի ձեզ համար, մեզ մնում է հետևել, հավանել և տարածել ինչպես պիցան ամբողջ աշխարհով մեկ սիրելիներս, շատ գոհ եմ, շատ գեղեցիկ տարածեցիք, շատ մարդիկ տեսել են, շատ լայքեր եմ ստացել և ես ձեզանից շատ գոհ եմ, սիրում եմ ձեզ, մնացեք ինձ հետ, սիրում եմ, իմ կարծիքով դուք էլ ինձ եք սիրում։